Կրակ է սկզբունքներ։ Բաժին 1. Ով է Սուրբ Հոգին։ Հրաշքների Աստված։ Եվ երբ որ Հիսուսը նավը մտավ, նրա աշակերտները գնացին նրա ետևից։ Եվ ահա մեծ ալեկոծում եղավ ծովի մեջ, որ նավն էլ ծածկվում էր ալիքներից, եւ ինքը քնած էր։ Եվ նրա աշակերտները մոտենալով նրան զարթնեցրին ու ասացին. «Տեր, փրկիր մեզ, կորչում ենք»։ Եվ նրանց ասաց. «Ինչու վախկոտ եք, սակավահավատներ»։ Այն ժամանակ վեր կացավ, սաստեց քամիներին եւ ծովին, եւ մեծ խաղաղություն եղավ։ Իսկ մարդիկ զարմացան եւ ասում էին. «Սա ինչպիսի մեկն է, որ քամիները եւ ծովն էլ հնազանդվում են սրան»։ Մատթեոսի ավետարան 8:23-27 խոսքեր։ Մեգեթոս, անհաղթահարելի կարողություն։ Սուրբ Հոգով մկրտվելու շնորհիվ բոլորիս համար հասանելի է մեռելներին հարություն տվող կենսատու զորությունը։ Անզոր եկեղեցին խայտառակություն է։ Սուրբ Հոգին մշտապես գործում է, երբ դուք գործում եք Աստծո համար։ Եթե դուք չեք գործում Աստծո համար, ձեզ պետք չէ զորություն, եւ այն չի տրվի ձեզ։ Բայց երբ մկրտվում եք Հոգով, դուք անհաղթահարելի կարողություն եք ստանում։ Պողոսն աղոթում է եփեսացիների համար, առաջին թուղթ 18-20 խոսքեր, որ ձեր սրտերի աչքերը լուսավորվելով գիտենաք նրա զորության գերազանց մեծությունը մեզանում, որ հավատացինք իր կարող զորության հաջողության պես, որ Քրիստոսում գործադրեց նրան մեռելներից հարություն տալով։ Այս հատվածում Պողոսն օգտագործում է մեգեթոս բառը, նկարագրելու համար մեզ հասանելի միջոցների մեծությունը։ Միջուկային ռումբի պայթուցիչ ուժը չափվում է մեգատոննաներով։ Բայց Պողոսն ավելի է առաջանում խոսելով հիպերմեգեթոսի կամ գերազանց մեծության մասին։ Ահա թե ինչպես պետք է չափենք մեր արդյունավետությունը քրիստոնեական ծառայության մեջ, եւ ահա թե ինչ է հասանելի Աստծո ծառաներից յուրաքանչյուրին։ Անհնարինը տեղի է ունենում։ Աստվածային բնությունը ոչ միայն գերբնական է, այլև հրաշագործ։ Աստծո զորությունը, սերը եւ բարությունը գերազանցում են ամեն ինչ։ Այնտեղ, որտեղ Աստծո ներկայությունն է, կարելի է ակնկալել լույս, կյանք եւ գերազանցություն։ Սարերը կցածրանան, ձորերը կբարձրանան եւ այն, ինչ ծուռ է, ուղիղ կդառնա։ Այդ մասին կարող եք կարդալ Եսայի մարգարեության 40:4-ում։ Աստծո բառարանում չկա անհնարին բառը։ Անհնարինը տեղի է ունենում, երբ Աստված ներկա է։ Այն նրա հատկանիշն է։ Արարչագործությունը սկիզբ առավ, երբ նա անցավ դրա կողքով։ Հոբը իր գրքի 26:14-ում խոսում է տիեզերքի մասին, անվանելով այն Աստծո ճանապարհների ծայրերը, նման հետքերի, որոնք մնում են թաց խոտի վրա քայլելուց հետո։ Նույնը վերաբերում էր Հիսուսին։ Երբ նա անցնում էր ինչ-որ հրեական գյուղով, դա ակնհայտորեն երևում էր։ Այդ գյուղում չէր մնում ոչ մի հիվանդ։ Այնտեղ, որտեղ նա է, առանց որևէ խնդրի կարելի է քայլել ալիքների վրայով, բժշկել հիվանդներին կամ կերակրել 5000 մարդու մի տղայի նախաճաշով։ Այդ ամենը պարզապես տեղի է ունենում։ Նյութական աշխարհը ենթարկվում է նրա կամքին։ Աստված դրդում է, որ ամեն ինչ միասնաբար գործի դեպի բարին, Աստծուն սիրողների համար։ Հռոմեացիների թուղթ 8:28 New Living թարգմանությունից։ Հրաշագործ Սուրբ Հոգին։ Աստված պարզապես գերբնական չէ։ Նա հրաշագործ է իր բնությամբ, եւ նրա Հոգին նույնպես։ Նրա էությունը հրաշալի է, եւ նրա գործերը լի են հրաշքներով։ Հոգուն ունենալը նշանակում է սպասել հրաշքների, հոգուն հավատալը նշանակում է հավատալ հրաշքների, եւ հոգով վարվելը նշանակում է հրաշքներ գործել։ Դուք ստեղծված եք հրաշքների եւ նշանների համար։ Միակ Հոգին, որը Հիսուսը խոստացավ մեզ, հրաշագործ Հոգին է, Սուրբ Հոգին։ Գոյություն չունի հրաշքներ չգործող Սուրբ Հոգի։ Այն, որ մարդը պնդում է, որ Սուրբ Հոգին իր մեջ է, սակայն մերժում է այն գործը, որով նա մշտապես առանձնացել է, միայն կարող է տրտմեցնել նրան։ Նա սկսեց իր գործունեությունը մեծագույն նյութական հրաշալիքներով, ստեղծելով այս աշխարհը։ Նա չի փոխել իր բնությունը։ Նա եղել է, կա եւ մշտապես կլինի Աստված, ով գործում է այս աշխարհում։ Ես եմ, որ եմ։ Ելից 3:14։ Սուրբ Հոգին
ով գերբնականորեն ստեղծեց այս աշխարհը, առանց որևէ դժվարության շարունակում է վարվել գերբնական ձևով։ Ձեր սպասումներից ավելին։ Մենք, անկում ապրած եւ տկար մարդիկս, բնականորեն հակված ենք կասկածելու հոգու իրողություններին եւ տրամաբանելու դրանք, բայց Քրիստոս Հիսուսում մեր հոգիները վերածնված են։ Այժմ մենք հավատք ունենք, որպեսզի ապրենք գերբնական կյանքով եւ հավատանք գերբնականին։ Թույլ մի տվեք, որ ձեր բնական վիճակը եւ հանգամանքները համոզեն ձեզ, որ դուք չեք կարող ստանալ ձեր հրաշքը։ Աստված ստեղծել է բնական կարգը եւ նա գործում է բնական օրենքների միջոցով։ Սակայն նա սահմանափակված չէ ոչ այդ օրենքներով, ոչ էլ մեր տկարությամբ։ Նա կարող է գերազանցել մեր սպասումները եւ նույնիսկ մեր ամենահամարձակ երազանքները։ Կարող եք կարդալ Եփեսացիների 3:20-ում։ Եվ մենք կարող ենք հավատալ այս ճշմարտությանը, չէ որ գրված է. Աստված մարդ չէ, որ սուտ խոսի, ոչ էլ մարդու որդի, որ զղջա։ Միթե կասի եւ չի անի, կամ կխոսի եւ չի կանգնեցնի, կամ կատարի։ Թվոց 23:19։ Մկրտված կրակով։ Ես ջրով եմ մկրտում ձեզ, ապաշխարության համար, բայց իմ ետևից եկողը ինձնից զորավոր է, ում կոշիկները վերառնելու ես արժանի չեմ։ Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով եւ կրակով։ Մատթեոսի ավետարան 3:11։ Ամբողջովին ընկղմված։ Հոգու մկրտությունը ձեր ամբողջ էության, հոգու, անձի եւ մարմնի ամբողջական ընկղմումն է Սուրբ Հոգու մեջ։ Այն մասնակի խորհրդապատկերային եւ ժամանակավոր չէ։ Ձեր էության ամեն մի մասնիկն ընկղմված է եւ ամբողջովին պատված է այս թանկ հեղուկ կրակով, որի արդյունքը մշտատև է։ Սա մեկանգամյա իրադարձություն չէ նման ջրով մկրտվելուն։ Սա շարունակական վերապրում է, որը փոխում է ձեր բնությունը եւ ձեզ շրջապատող ամեն ինչ։ Որոշ մարդիկ ցանկանում են պաղպաղակի պես քրիստոնեությունը, սառը, բայց հաճելի։ Նրանք ցանկանում են, որ իրենց եկեղեցիները թանգարանների նման լինեն։ Բայց եկեղեցին սառցարան չէ, այն հոր տունն է։ Սուրբ Հոգին ջերմացնում է մեզ հոր տան համար։ Օժտված մարգարեների հոգով։ Աբրահամ, Մովսես, Հեսու, Դեբորա, Եղիա եւ Եղիսե։ Այս անունները երկյուղածություն ու ակնածանք են ներշնչում, սակայն նրանք կրքեր ունեցող մարդիկ էին, ինչպես եւ մենք։ Կարող եք կարդալ Հակոբոսի 5:17-ում։ Նույն հոգին, որը նրանց վրա էր, մեր մեջ է։ Մենք չստացանք երկրորդական հոգի կամ վերապրում, եւ չպետք է երկրորդական արդյունք ակնկալենք։ Հոգով մկրտությունը օժտում է հավատացյալներին մարգարեների հոգով։ Երբ մարգարեները գերբնականորեն վերապրեցին Աստծուն, նրանք անվանեցին նրան մարգարեների հոգի։ Հովելի մարգարեության 2:28-ը խոստանում է, որ նույն մարգարեների հոգին կթափվի ամեն մարմնի վրա։ Կմարգարեանան բոլորը, ոչ թե միայն հատուկենտ մարդիկ։ Էլեկտրական լարը անվնաս է թվում այնքան ժամանակ, քանի դեռ չեն դիպչել դրան։ Աստծո թագավորությունը եկել է, եւ բանալիները մեր ձեռքում են։ Միգուցե մենք սովորական, անվնաս կամ անկարևոր տեսք ունենք, բայց մի խաբվեք արտաքինով։ Մենք լցված ենք զորությամբ, Սուրբ Հոգու զորությամբ, եւ անփոխարինելի ենք Աստծո փրկարար ծրագրի համար։ Մեր լեզուներն ի զորու են ազդել մարդկանց կյանքերի վրա եւ փոխել իրադարձությունների ընթացքը, իսկ մեր ձեռքերի ափերում Գաղաադի բժշկարար բալասանն է։ Երբ հայտնաբերվեց էլեկտրականությունը, շատերի կարծիքով այն պարզապես զվարճալի նորույթ էր։ 200 տարի առաջ քչերն էին կարծում, որ էլեկտրականությունը ի զորու է գործարկել արդյունաբերությունը եւ լուսավորել ամբողջ քաղաքներ։ Երբ մարդիկ խոսում են այլ լեզուներով, դա վկայում է Սուրբ Հոգու զորության ներուժի մասին։ Շնորհիվ Հոգու այս դրսևորման մենք կարող ենք վստահ լինել, որ Աստված կգործի մեր կյանքում։ Աստծո Հոգին չի սահմանափակվի առանձին իրադարձություններով, այլ կթափանցի մեր ամբողջ ծառայության մեջ, եթե թույլ տանք նրան։ Դուք սովորական տեսք ունեք։ Քրիստոնյաները կարող են անվնաս թվալ, բայց այդպիսին է թվում նաև էլեկտրական լարը, քանի դեռ դրան չեն դիպչել։ Դուք զորություն կընդունեք։ Եվ նրանք մեկտեղ գալով հարցնում էին նրան եւ ասում. Տեր, այս ժամանակում ես կանգնեցնում Իսրայելի թագավորությունը։
Եվ նա ասաց նրանց. «Ձեր բանը չէ գիտենալ ժամերը եւ ժամանակները, որ Հայրը իր իշխանությունում դրեց։ Բայց դուք զորություն կառնեք, երբ որ Հոգին ձեզ վրա կգա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում եւ ամբողջ Հրեաստանի եւ Սամարիայի մեջ, մինչեւ երկրի ծայրերը»։ Գործք Առաքելոց 1:6-8 խոսքեր։ Լեցունություն։ Հիսուսն ասաց. «Դուք զորություն կառնեք, երբ որ Հոգին ձեզ վրա գա»։ Առանց այս կենսական ուժի մենք կունենանք աշխարհիկացված, տրամաբանական եւ անզոր կրոն։ Խորհրդապաշտական մտածողությունը չունի որևէ առնչություն նոր կտակարանի գործուն կյանքի հետ։ Իրականությունից անջատ ապրելը բուդդայականների համար է, ոչ թե քրիստոնյաների։ Օգտագործեք այս զորությունը։ Սուրբ Հոգու զորությունը պետք է լինի քրիստոնյաների կյանքի սովորական վիճակը։ Հոգու լեցունությունը գործողության է մղում եւ օժտում է զորությամբ։ Սա տեղի է ունեցել թե նոր կտակարանի հավատացյալների եւ թե նրանցից հետո ապրող միլիոնավոր մարդկանց կյանքում։ Գոյություն ունեն սակավաթիվ հատվածներ Սուրբ գրքից, որոնց հիման վրա մենք կարող ենք ենթադրել, որ Սուրբ Հոգին գալիս է մարդկանց վրա մեղմ զեփյուռի նման, ուշադրություն չգրավելով եւ աննկատ։ Որպես կանոն, նրա գործունեությունը խիստ ուշագրավ է։ Հոգու դրսևորումների թվում են կրակը, քամին, աղմուկը, հրաշքները, արտաքին նշանները, զորությունը եւ տեսանելի արդյունքները։ Զորություն հաղթելու համար։ Սուրբ Հոգին հակասթրեսային, հանգստացնող կամ խթանող դեղամիջոց չէ։ Նա չի գալիս զգացմունքային վերապրում տալու համար, բայց միևնույն է, նրա ներկայությունը հպվում է մեր սրտին։ Կյանքը դժվար է։ Աստված ուղարկում է իր զորությունը դժվարին իրավիճակներում եղող մարդկանց։ Նա այն սկզբնական կենսական ուժն է, որը զորացնում է մեզ, որպեսզի մենք հաղթական եւ առատ կյանք ունենանք եւ վկաներ լինենք այս աշխարհի համար։ Դուք Սուրբ Հոգով կմկրտվեք ոչ թե շատ օրեր սրանից հետո։ Դուք զորություն կառնեք, երբ որ Հոգին ձեզ վրա գա։ Գործք Առաքելոց 1:5-8 խոսքեր։ Կարող է սա տեղի ունենալ մեր օրերում։ Սա տեղի ունեցավ իմ կյանքում։ Չեմ կարծում, որ մարդիկ կարող են Սուրբ Հոգու մկրտությունից ավելի հրաշալի վերապրում ունենալ։ Այն նշանակում է լցված լինել Աստծով։ Այն չի նշանակում ունենալ աստվածային արբեցություն, մի տեսակ բերկրալի, գլխապտույտ եւ անհոգ երջանկություն։ Այն նշանակում է ունենալ իրական կարողություն, հաստատուն բնավորություն, մարմնի բժշկություն, աստվածային պաշտպանություն, իմաստություն եւ մտավոր աճ, բարեհաճություն, ինչպես նաեւ բոլոր բարիքները, որոնց կարիքը մենք ունենք այս կյանքում։ Զորություն մարաթոնի համար։ Օծությունը անչափ թանկ է, սակայն դուք չեք վաստակում օծությունը այնպես, ինչպես որ մարզիկը վաստակում է իր օլիմպիական մեդալը։ Նման մեր փրկությանը մենք Հոգին ստանում ենք հավատքով, ոչ թե այն պատճառով, որ մենք արժանի ենք, այլ որպեսզի զորություն ունենանք Քրիստոսի վկաները լինելու համար։ Սուրբ Հոգու զորությունը չի տրվում որպես վարձատրություն։ Զորությունը մարաթոնի վերջում տրվող հաղթանշան չէ։ Մեզ զորություն է պետք սկզբից, եթե ցանկանում ենք վազել մեր մարաթոնը Աստծո համար։ Միգուցե վարկաբեկենք մեզ կամ սայթաքենք մեր ընթացքի մեջ, բայց հենց այդ պատճառով է անհրաժեշտ, որ ընդունենք Սուրբ Հոգուն։ Նա չի տրվում մեզ կատարյալ լինելու պայմանով։ Նա տրվում է, քանի որ մենք կատարյալ չենք։ Նա եկել է, քանի որ մենք ունենք նրա կարիքը։ Նա եկել է մեզնից ամենալավերի եւ ամենավատերի համար։ Պարզապես կրկնեք ձեր սրտում. Սուրբ Հոգի, ես իսկապես ունեմ քո կարիքը։ Նա անմիջապես կարձագանքի, քանի որ ձեր կողքին է։ Օգնական, ով մշտապես ներկա է։ Եվ ես հորը կաղաչեմ եւ ուրիշ մխիթարիչ կտա ձեզ, որ մնա ձեզ հետ հավիտյան։ Հովհաննեսի ավետարան 14:16։ Ամենակարող Սուրբ Հոգին գործում է մեր միջոցով։ Սուրբ Հոգին Աստծո Հոգին է, Հիսուս Քրիստոսի Հոգին։ Նա Աստված է։ Մենք չենք զորացնում Սուրբ Հոգուն, երբ աղոթում ենք։ Նա ամենակարող է առանց մեր օգնության։ Այնուամենայնիվ, Աստվածաշնչում գրված է, որ մենք պետք է աղոթենք Հոգով։ Կարող եք կարդալ Եփեսացիների 6:18-ում։ Սուրբ Հոգին Աստված է, երրորդության երրորդ անձը։ Նա ամենակարող, ամենագետ եւ ամենագոհ է։
Նա չունի մեր օգնության կարիքը, բայց որոշում է գործածել մեզ, գործել մեզ հետ, մեր միջոցով և մեզ համար, սիրուց ելնելով։ Աղոթքը չի օգնում Աստծուն, այն օգնում է մեզ համագործակցել Աստծո հետ, անձնատուր լինելով նրան և թույլ տալով գրավել իր տեղը որպես մեր կյանքի Տեր և Փրկիչ։ Ինչպիսի պատիվ և հեղինակություն է շնորհվել մեզ, որ մենք դարձել ենք բարի, սուրբ և ողորմած Աստծո գործակիցները, փրկություն առաջարկելով այս ցավով և տառապանքով լցված աշխարհին։ Աստված ցանկանում է գործել ձեզ համար։ Շատերն են գործում Աստծո համար, այնինչ Աստված է ուզում գործել նրանց համար։ Նա չի ուզում, որ մենք այնքան շատ աշխատենք իր համար, որ ընկնենք ու մահանանք։ Ծառայության գործը խիստ կարևոր է, անփոխարինելի է և պետք է կատարվի հստակ ժամկետներում։ Այնուամենայնիվ, Աստված ցանկանում է, որ մենք ժամանակ գտնենք, որպեսզի հանգստանանք մեր ընտանիքի և ընկերների հետ և վայելենք այն բարի բաները, որոնք ձրիաբար շնորհվել են մեզ։ Մեկ անգամ ես մի գերեզմանաքար տեսա, որի վրա գրված էր տղամարդու անուն և հետևյալ տապանագիրը. նրա կյանքը բաղկացած էր միայն աշխատանքից։ Ես մտածեցի, այս տապանագիրը համապատասխան է ջորուն, ոչ թե մարդուն։ Աստծո կամքը չէ, որ մենք բեռնակիր անասուններ լինենք կամ աշխատենք ռոբոտների պես։ Նա կարող էր անթիվ բեռնակիր ձիեր ստեղծել, եթե նրա կամքը այդպիսին լիներ, սակայն մտածելով մեր մասին, Տերը չնախատեսեց ստրուկների։ Նա կամեցավ որդիներ, ոչ թե աշխատանքային մեքենաներ։ Մի սահմանափակեք նրան։ Քանի անգամ դառնացրին նրան անապատում և բարկացրին նրան անջուր տեղում։ Կրկին և կրկին փորձեցին Աստծուն և Իսրայելի Սուրբին նեղացրին կամ սահմանափակեցին։ Չհիշեցին նրա ձեռքը այն օրում, որ փրկեց նրանց թշնամուց, որ իր նշաններն արեց Եգիպտոսում և իր հրաշքները Տայանիսի դաշտում։ Սաղմոս 78:40-43 խոսքեր։ Անփոխարինելի։ Սուրբ Հոգին անփոխարինելի է։ Նա քարոզչի կյանքն է և քարոզի զորությունը և այն աստվածային մագնիսը, որը գրավում է մարդկանց դեպի եկեղեցին։ Աստծո Հոգին պատմում է Աստծո մասին։ Եթե թույլ տանք նրան զբաղեցնել իր տեղը եկեղեցում և կառուցել այն, դժոխքի դռները չեն հաղթի եկեղեցին և մենք աճ կտեսնենք։ Որքան քիչ է Սուրբ Հոգու ներկայությունը մեր միջև, այնքան ավելի շատ սուրճ ու թխվածք է մեզ պետք մարդկանց եկեղեցում պահելու համար։ Ես բոլորովին դեմ չեմ սուրճին և թխվածքին, բայց ճշմարտությունն այն է, որ Սուրբ Հոգին անփոխարինելի է։ Նրա ներկայությունը և գործերը անզուգական են։ Ամբողջ աշխարհը Հիսուսի համար։ Սուրբ Հոգին է հնարավոր դարձնում ավետարանչությունը։ Առանց Սուրբ Հոգու մեծ հանձնարարականը ընդամենը անհնարին երազանք է։ Սակայն շնորհիվ Սուրբ Հոգու խթանման և ներգրավվածության ավետարանի քարոզումը բոլոր արարածներին պարզապես ցանկություն չէ, այն հասանելի նպատակ է։ Նախորդ դարի սկզբում Սուրբ Հոգու դրսևորումները շրջադարձային կերպով ավելացան, նման Գործք Առաքելոց 2-րդ գլխին։ Ամերիկայից դրանք տարածվեցին Եվրոպա, Ասիա և աշխարհով մեկ։ Իմ հարցը հետևյալն է. եթե վերջին 100 տարվա ընթացքում 20 մարդ, որոնք վառվում էին Աստծո համար, կարողացան փրկության բերել 800,000 մարդու, քանի մարդու կարող է այդ 800,000-ը փրկության բերել հիմա։ Նույնիսկ երկինքը սահման չէ Աստծո համար։ Ես տեսնում եմ Հիսուսին քո աչքերում։ Սուրբ Հոգին բնակվում է ձեզանում և ցանկանում է զորավոր կերպով գործել ձեր կյանքում։ Նա կամենում է կապ հաստատել ձեր էության ամեն մի մասնիկի և ձեր անձի ամեն մի ունակության հետ։ Հանձնեք նրան ձեր լեզուն, մարմինը, միտքը, կամքը և նույնիսկ ձեր աչքերը, և մարդիկ կտեսնեն նրան ձեզանում։ Տարիներ առաջ իմ երաժշտական ծառայության ավագը և ես գնացել էինք նոր սինթեզատոր գնելու։ Ցերեկվա ժամերն էին, և մենք մտանք մի մեծ երաժշտական խանութ Յոհաննեսբուրգում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Հանկարծ հայտնվեց վաճառողը։ Նա կարծես զարմացած և լայն բացված աչքերով ասաց ինձ. «Պարոն, ես տեսնում եմ Հիսուսին ձեր աչքերում»։ Ինչ։ Սուրբ Հոգին մտել էր այդ խանութ։ Մենք մոռացանք սինթեզատորի մասին և արթնության հավաքույց սկսեցինք այնտեղ։
Բայց երբ վերադառնում էի մեքենայիս մոտ, ես շարունակ հարցնում էի. «Տեր, չեմ հասկանում, ինչպես լիովին անծանոթ մարդը կարող է մոտենալ ինձ եւ ասել, որ տեսնում է Հիսուսին իմ աչքերում»։ Եվ հանկարծ Սուրբ Հոգին խոսեց ինձ հետ. «Հիսուսն ապրում է քո սրտում եւ երբեմն նրան դուր է գալիս նայել պատուհաններից»։ Ես ծիծաղեցի եւ լաց եղա։ Ինչպիսի փառավոր ճշմարտություն։ Ես հասկացա նրա ասածը։ Տարիներ անց հանդիպեցի այդ վաճառողի կնոջը։ Նա ասաց, որ իր ամուսինը մինչև կյանքի ավարտը հետևել էր Հիսուսին։ Փառք Աստծուն։ Լիովին նվիրված Հիսուսին։ Ուստի մենք էլ, որ վկաների այսքան բազմություն ունենք մեզ շրջապատած, դեն գցենք ամեն ծանրություն եւ մեզ դյուրավ պաշարող մեղքը եւ համբերությամբ վազենք մեր առջև դրած ասպարեզի ընթացքը։ Մտիկ տանք հավատքի զորագլխին եւ կատարողին, Հիսուսին, որ իր առջև դրված ուրախության փոխարեն խաչը հանձնառավ եւ ամոթը արհամարելով Աստծո աթոռի աջ կողմը նստեց։ Եբրայեցիների թուղթ 12:1-3 խոսքեր։ Հանրային, ոչ թե մասնավոր։ Մենք ամաչում ենք ավետարանից։ Պողոսը չէր ամաչում։ Նա սափրեց գլուխը ցույց տալու համար, որ երթում էր արել։ Այդ մասին կարող եք կարդալ Գործք առաքելոցի 21-24-ում։ Մարդիկ կնկատեին այդ սափրագլուխ առաքյալին, բայց նա չէր ամաչում։ Նա երթվել էր ինչ-որ բան անել Աստծո համար։ Ինչու մենք, կրակով մկրտված հավատացյալներս, չպետք է անենք նույնը։ Երբ 120 աշակերտները դուրս եկան վերնատնից, նրանք փոխված էին։ Նրանք կնքված էին, փոխված էին եւ այդ փոփոխությունը նկատելի էր։ Ինչպիսին են այն մարդիկ, որոնք դուրս են գալիս մեր եկեղեցիներից կիրակի առավոտյան։ Ինչ կլիներ, եթե Աստծո կրակը թափվեր մի մարզադաշտում ավետարանչական հավաքույթի ժամանակ եւ բոլորը հարբած Սուրբ Հոգով դուրս գային այդտեղից։ Սուրբ Հոգով մկրտությունը մասնավոր հարց չէ, այն հանրային իրադարձություն է, փառք Աստծուն։ Առաջ ամբողջ ուժով։ Այս աշխարհն ընդունում է խանդավառության ցանկացած պորտկում, բացի Աստծո հանդեպ սիրուց։ Ինչ ենք մենք ցանկանում։ Արդյոք ցանկանում ենք հարմարավետ մշակույթ եւ կյանք, թե աստվածային բնության կրակոտ եւ հուզիչ մղումը։ Եթե կամենում եք լիովին վերապրել նրան, պետք է շարժվեք առաջ ամբողջ ուժով։ Արդյոք մենք վախենում ենք մտնել Աստծո նպատակների օվկիանոսը, առաջնորդվելով հոգեգալստի հզոր քամիով։ Արդյոք այն Օսլան, որը մենք քաղաքակրթություն ենք անվանում, խստացրել է մեր հանդերձները վերածելով պողպատե զրահի, եւ այժմ մեզ համար դժվար է հագնել Քրիստոսին։ Որտեղ են նրա արցունքները, նրա տառապանքները եւ մեր խաչը կրելը։ Որտեղ է մեր բացարձակ անձնուրացությունը եւ Աստծուն անձնատուր լինելը։ Եթե կամենում եք լիովին վերապրել նրան, պետք է շարժվեք առաջ ամբողջ ուժով, ետ մի կանգնեք։ Որտեղից սկսել։ Մի երիտասարդ ասաց ինձ, որ ավետարանը քարոզելու կանչ ունի, բայց իր հովիվը չի կամենում զիջել իր ամբյոնը։ Ես նայեցի նրան ու ասացի. «Ես ամբյոն կտամ քեզ»։ Նա զարմացած նայեց ինձ ու ասաց. «Ինչ, դուք ուզում եք տալ ինձ ձեր ամբյոնը»։ Ես պատասխանեցի. «Ոչ, բայց ես կարող եմ ամբյոն տալ քեզ։ Ամեն մի փողոցի անկյունը ամբյոն է»։ Ես շարունակեցի. «Ես սկսել եմ հենց այդտեղից, եւ դու նույնպես պետք է այդտեղից սկսես։ Աստվածաշունչն ասում է՝ մի անարգիր փոքր սկիզբը, քանի որ Տերը ցնծում է, տեսնելով, որ գործը սկսվում է»։ Զաքարիայի 4:10 New Living թարգմանությունից։ Ծառայության աճը տեղի է ունենում փուլ առ փուլ։ Աճը դանդաղ ընթացք է։ Դուք կհասունանաք խոսքի մեջ, հավատքի մեջ, Սուրբ Հոգու մեջ եւ պտղաբերության մեջ։ Մի հանձնվեք հակառակության ժամանակ։ Հիսուսը դարձրեց մեզ ավելի, քան հաղթող։ Երկինքը բաց է մեզ համար։ Հրեշտակները բարձրանում եւ իջնում են։ Մեր աղոթքները հասնում են երկինք անխոչնդոտ։ Եվ Սուրբ Հոգին մշտապես հորդում է մեզ վրա, նման արևի լույսի անամպ երկնքում։